34 տարի առաջ ձևավորվեց այդ բանակ։ Այսօր սպարապետին ինչ ունեք ասելու։ Գիտեք, սպարապետի ստեղծած բանակը, որը որ ինքը ստեղծել է ոչ միայնակ, ստեղծել է բազմաթիվ իր թիմակիցների, ծառայակից ընկերների, բազմաթիվ ընկերների հետ միասին մենք տարիների ընթացքում կատարելագործել ենք եւ այսօր կարող եմ ասել 2016-18 թվականին անհամեմատելի էր այն բանակը, որը որ տարանջատված տարբեր կամավորական ստորաբաժանումներից, ֆիդայական ջոկատներից վերածվեց կանոնավոր բանակի եւ այնուհետեւ նաեւ այն կատարելագործվեց։ Հաղթանակած բանակը տարածաշրջանում մրցունակ էր եւ նաեւ միջազգային առումով մեր գործընկերների, դաշնակիցների հետ փոխգործունակ էր։ Բայց այսօր գտնվելով Եռաբլուրում, գիտեք, մի քիչ ամոթով կարող եմ ես արտահայտել այս վիճակը եւ բան չկա ասելու սպարապետին, որովհետեւ իր եւ իր թիմակիցների, մեր սերնդակիցների ստեղծած բանակը իհարկե կա, ոչ այն մարտունակ վիճակում, բայց նրա գործողությունների արդյունքը Արցախը այսօր հայաթափված է, ցեղասպանություն է իրականացվել Արցախի նկատմամբ եւ դա որոշակի առումով նաեւ ամոթալի վիճակ է ստեղծում հայ ժողովրդի համար։ Մեր խնդիրը այսուհետ պետք է լինի մեր արժանապատվության վերականգնում, որի ուղղությամբ մենք աշխատելու ենք։